Նոյեմբերն արդեն իր ցուրտ եղանակով գազ սպառողներին ստիպել է միացնել վառարանները, AEG սերվիսի փականագործները բազմիցս խորհուրդ են տվել բնակիչներին հրաժարվել ինքնական միացումներից։ Խոսքը նրանց մասին է, ովքեր ջեռուցման սեզոնի ավարտին անջատում եւ տեղափոխում են վառարանները։ Բնակիչը իրավունք ունի միացնելու վառարանը, որովհետև վառարանը միայն միացնելով չի, որ պետք է աշխատի։ Հնարավոր է, որ ասենք ծխաօթատար ուղիների խաթարում տեղի ունեցած լինի եւ բնակիչ չիմանա։ Իսկ վառարանը միացնելուց դա արդեն հղի է վտանգով։ Դեկտեմբերի 1-ից արտադրական օբյեկտների սպասարկումը նույնպես կառույցի փականագործների ուսերին է։ Նախկինում արտադրական օբյեկտները, որոնք 1 ժամում 10 խորանարդ մետրից ավելի գազ են օգտագործում, սպասարկվում էին AEG սերվիսի իրավաբանական անձանց սպասարկման վարչության մասնագետների կողմից։ Ըստ Գառնիկ Հակոբյանի մի քանի օրվա ուսումնասիրություններից պարզվել է, որ բավականին մեծ թվով օբյեկտներ դուրս է մնացել սպասարկման դաշտից։ Խոսքը վերաբերում է նաև կենցաղային օբյեկտներին, որոնք թեև 1 ժամում 10 խորանարդ մետրից քիչ են ծախսում, սակայն արտադրանք են տալիս եւ սպասարկվում էին վերոհիշյալ կառույցի կողմից։ Եթե տնտեսվարողը գազ է սպառում, պետք է վճարի նաև սպասարկման համար։ Տեսադաշտից դուրս է մնացել եւ ես կարծում եմ, որ ոչ թե դուրս է մնացել, այլ դիտավորյալ սպասարկման վճար չեմ ուծել, պայմանագիր չեն կնքել, այնպիսի ձեռնարկություններ, որ համարյա կարելի ասել աշխատում են շատ մեծ օգուտներով, բայց ինչ-ինչ պատճառներով այդ մարդիկ դուրս են մնացել։ Գառնիկ Հակոբյանն ընդունում է, որ կազմակերպության անփույթ աշխատանքի պատճառով շուրջ 3 տարի գազ սպառող մարզպետարանն առ այսօր պայմանագիր չուներ։ Ի վերջո կնքել են նոր գազիֆիկացվող ընկերությունների հետ նույնպես։ Նոր ձեռնարկություններ կա, նոր գազաֆիկացված այս մի քանի օր է հենց հիվանդանոց Կապանի հիվանդանոց փակbaşıնի տրական ընկերության կացայատունն է գազաֆիկացվել, Մեղրու Մաքսատան կետն է գազաֆիկացվել։ Ես ուզում եմ անպայման իմ շնորհակալությունը հայտնել այդ երկու կազմակերպության ղեկավարներին, պարոն Օրբելյանին եւ պարոն Հայրապետյանին, շատ օպերատիվ ձևով արձագանքել են մեր պահանջներին եւ փաստաթղթեր տրամադրել եւ մենք կարողացել ենք պայմանագրեր կնքել, նույնիսկ նախնական վճարները մարդիկ արդեն փոխանցել են մեր հաշվին։ Գազի սպասարկման գումարներ վճարելուց հրաժարվող ընկերություններին ֆինանսական տուժեր օրենքը չի նախատեսում։ Այդ դեպքում AEG սերվիսի դիմումի համաձայն Սյունիքի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղը պարտավոր է գազազրկել տվյալ օբյեկտը։ Դեպքեր եղել են եւ այժմ էլ շարունակում է այդ գործընթացը։ Ուղղակի ես չեմ ուզում հիմա անուններ հնչեցնել։ Մինչև տարվա վերջ Գառնիկ Հակոբյանը մտադիր է հանդիպել սպասարկման պայմանագրերից հրաժարվողների հետ եւ փորձել բերել նրանց ընկերության սպասարկման դաշտ։ Այս գործերին զուգահեռ AEG-ն զբաղվում է նաև կոմերցիայով։ Գազօջախներ, հարթ-էկրանով հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ են վաճառում, իսկ խոսքերով մատչելի գներով ու հարմար պայմաններով։ Մենք առանց որևէ տոկոսադրույքի 6 ամիս ժամանակով մենք կարող ենք մարդկանց տրամադրել այդ ապրանքները, կատարում են նախնական մուծում, վճարում եւ ամեն ամսվա ընթացքում առանց որևէ տոկոս ավելացնելու ամեն ամսվա ընթացքում 6 ամսվա մեջ նա պարտավոր է փակել այդ պարտքը։ Օդերևութաբանները խիստ ձմեռ են կանխատեսում, հետևապես մեծանալու է գազի սպառումը։ AEG սերվիսում արդեն պատրաստ են լարված աշխատանքի։